Բժշկական տեսանկյունից ինչ արել ես երեխեն։ Հրապարակեն, որ երեխու վիճակը բավարար է, շատ արագ։ Մենք հրապարակեցինք, այսօր ես իմ մոտ հրապարակել եմ տեսագրությունը, ոնց է թիկնապահ բռունցքով հարվածում 18 տարեկան երեխային եկեղեցում ծիսակատարության ընթացքում։ Ոչ, իրանք ասում են չունեն, մենք այսօր ենք ձեռք բերել այդ տեսանյութը եւ մեր հարցին թե դուք տեսել եք նման տեսանյութ ընդհանրապես զննել եք, ասին մեզ նման տեսանյութ հայտնի չի, մեզ նման բան հայտնի չի։ Իրանք այդ էլ հայտնի չի։ Հայաստանում ոչ մի բան ոչինչ չի փոխի։ Նարեկ ջան, փոխի չի կարող, որովհետեւ ես ճիշտն ասած չէի ուզում անընդհատ ընդունեի, բայց այս գործը սա արդեն իրավաբանության հետ կապ չունի։ Ասма կան գործեր, որոնք ուղղակի գործ ասելը մեղք է։ Սա դրանցից մեկն է։ Այստեղ չկա իրավաբանություն։ Լավ, ես հələ գործը Այստեղ չկա, որ ասեմ դնեմ ապացույց վերլուծենք, ապացույց մեկնաբանենք, չկա ժողովուրդ, այս իրավաբանությունից կտրվել է։ Լավ, հիմա մենք հայտարարեցինք, որ այս երեխան այսքան հիվանդություն ունի, 3 րոպե սպասեք, մայրը բժշկական փաստաթղթերը բերի։ Բա հենց նոր, բա բժիշկները չսպասեն, մի հատ ասեին, հələ բերեք տեսնենք մի հատ, էդ ինչի մասին եք դուք այդքան խոսում։ Այս երեխան կարող է հիմա ասեն շատ լավ է, էսա կարող է մի հատ կատեի կարիք ուներ, կարող է սոնոգրաֆիայի կարիք ուներ։ Հələ բերեք ձեր այդ թղթերը տեսնենք ինչի մասին է։ 3 օր է խոսում ենք ախր այդ մասին։ Սենց պետք էր վերցնեին տանեին։ Տարան երեխան։ Տարան։ Հենց տենց տարան։ Իրանց հետազոտությունը ավարտվեց ընդամենը մի հատ հարցնելով, թե ոնց է տղա ջան, մի հատ է սոնոգրաֆիա անելով, անգամ չսպասեցին, որ ասեցինք բժշկական փաստաթղթերը բերենք, ստեղի բժիշկները թողնային։